Խնդիրներ ունենք, պարոն Մակարյան։ Ինչ է եղել։ Մենք վերջին շրջանում լուրջ գործարքների բանակցությունների մեջ էինք, որը ղեկավարում էր Մարկը, ու ամեն ինչ կարգին էր։ Հիմա ինչու՞մն է խնդիրը։ Հիմա մեր պատվիրատուները իմացել են, որ Ալենն է ղեկավարելու։ Ու արդեն մի քանի հրաժարականի դեպքեր ենք ունեցել։ Բայց ինչ տարբերություն, Մարկն է ղեկավարում, թե Ալենը, այդ ընդամենը մի ամիս է տևելու։ Հարցը մի ամիսը չի, պարոն Մակարյան։ Հարցը Ալենի գործոնն է։ Բոլորը արդեն իմացել են, որ Ալենի հայրը ֆինանսական մախինացիաների պատճառով հիմա բանտում է։ Բայց այդ ինչ կապ ունի։ Երբ Ալենը հասարակ աշխատող էր, այդ ինֆորմացիան նշանակություն չուներ։ Բայց հիմա մեր շահերը այդքան էլ վստահելի դիրքերում չեն։ Ես հասկանում եմ, բայց ինչի պիտի Ալենը պատասխան կրի հոր արածների համար։ Դա այդպես է ստացվում, պարոն Մակարյան։ Պատվիրատուների աչքերում մեր կրեատիվ բաժնի ղեկավարը հասարակ ավազակի տղա է, ոչ թե լուրջ մասնագետ։ Ես հասկանում եմ, բայց մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանք իրենց կարծիքը փոխեն։ Կարող ենք ժողով նշանակել ու ես անձամբ կխոսեմ պատվիրատուների հետ։ Ես արդեն խոսել եմ, բան չի ստացվում։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ պայմանագրերը ձեռքներիցս բաց չթողնենք։ Արդեն ուշ է, պարոն Մակարյան։ Մեզնից արդեն 2 ընկերություն հրաժարվել է։ Լավ, դու գնա, ես մի բան կմտածեմ։ Լավ։